Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Նիկոլ Փաշինյանն այսօր Աբու Դաբիում մասնակցելու է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։ Փաշինյանն արդեն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, նրան ուղեկցում է կինը Աննա Հակոբյանը։ Նշեմ, որ 2 օր առաջ Աբու Դաբի էր մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Աբու Դաբի դեռ չկնքված հայ-ադրբեջանական խաղաղության համար մրցանակ ստանալու, տարածաշրջանում ձևավորվում է մեկ այլ կարևոր քաղաքական օրակարգ։ Առաջիկա օրերին Հայաստան է գալու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որի այցը ըստ ամերիկյան կողմի նպատակ ունի Հարավային Կովկասում առաջ մղել Թրամփի վարչակազմի խաղաղության և բարգավաճման օրակարգը։ Իսկ ում հետ է աշխատելու Հայաստանը թրիփ նախագծի շրջանակում, այս հարցին փորձել է պատասխանել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Հրավիրված մամուլի ասուլիսում Խուդատյանը խոսել է նաև ատոմակայանի, Հայաստանի էներգահամակարգի և ասֆալտապատման ծրագրերի մասին։ Ասուլիսին ներկայ է եղել Անիա Բաղյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պատասխանն է թրիփի վերաբերյալ մեր հարցին։ Թրիփի իրագործման դեպքում ճանապարհաշինական ամբողջ բլոկը ՏԿ նախարարության պատասխանատվության ներքո է լինելու արդյոք։ Առանձնացրել եք կոնկրետ ռիսկեր։ Մենք ռիսկեր չենք տեսնում այդ նախագծի իրականացման համար, եւ եթե նույնիսկ որոշակի ռիսկեր լինեն, դրանք կառավարելի ռիսկեր կլինեն։ Նախարարը չանդրադարձավ մեր այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի ներգրավվածության արդյունավետ մոդելը նոր խոշոր ծրագրում թրիփում, որպեսզի դրանք ունենան չափելի արդյունք եւ ժամկետներ։ Ճանապարհները անտանելի քանդված էր, ինչ որ ջրատարներ էին զուգահեռ քաշում, սա խառնվեց իրար, հետո անձրևները, այլ դրանքային ճանապարհ կար, որը ցեխող էր, հիմա որոշ չափով գոնե լավ է, որ վերին Կարմիրից ճանապարհը սարքված է, բայց դեռևս վերջնական, որ արդեն լրիվ վերջնական 100%-ով սարքված է, չգիտենք երբ կլինի։ Բողոքը փոխանցել ենք նախարարին, հարցրել որտեղ է որակյալ ասֆալտը, ճանապարհը։ Ի պատասխան Խուդատյանն ասաց, քաղաքացիները գոհ են իրենց կառուցած ճանապարհներից։ Քաղաքացիների դժգոհությունը կարծում եմ կապված է չկառուցված ճանապարհների մասով, որտեղ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցը շատ ավելի երկար է, քան իմ նշած 5000 կիլոմետրը, բայց ուրախությամբ կուզեմ արձանագրել, որ մենք եւ պետական համաֆինանսավորման ծրագրով եւ պետբյուջեի միջոցներով ենք աշխատանքներ իրականացնում ճանապարհներին եւ հույս ունեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները ակնհայտ են, ակնառու են, հաճելի են։ 2025 թվականին 61 միլիարդ դրամի աշխատանք է կատարել գերատեսչությունը, հիմնականում ճանապարհների կառուցման եւ վերակառուցման ուղղությամբ։ Մինչդեռ արդյունքը գոհացնող չէ, նշում է զրուցակիցս, որ Տավուշի մարզից է։ Տեղափոխություններն է հիմնական խնդիրը, որ դժվարացնում է։ Ասուլիսի ընթացքում Խուդատյանն ասաց, 10 կամուրջ եւ 2 տրանսպորտային հանգույց են կառուցել։ Ավարտել են նաեւ Վեդիի ջրամբարի կառուցումը։ Մինչդեռ կառավարությունը 2021 թվականին նախընտրական խոստում էր տվել 5 տարվա ընթացքում կառուցել 18 ջրամբար։ Գործընկերոջս հարցին ստացվում է խոստումները չեն կատարել։ Խուդատյանն ասաց. Մեր կապալառու ընկերությունները ընտրվում են մրցութային կարգով եւ հետեւաբար նույնիսկ կառավարության մեծ ցանկության դեպքում մենք չենք կարող երաշխավորել ժամկետում իրականացվող աշխատանքը։ Խուդատյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացմանը։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ լավ կլինի Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային։ Ինչպես է կյանքի կոչելու այդ ծրագիրը, եթե Թուրքիան ունի հատուկ պայմաններ։ Մեր համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև գաղտնիք չի, մասնագետները կհաստատեն ինքը
կայունություն է հաղորդում էներգահամակարգին։ Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունները չեն խանգարի։ Խուդատյանն ասաց, որ խոսել են Իրանի ՏԿ նախարարի հետ քննարկում են, բայց չկա որոշում։ Խուդատյանը հայտարարեց, ապրիլից հայկական ատոմակայանը մեծ հավանականությամբ 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից։ Նոր ատոմակայանի վերաբերյալ էլ ունեն կարևոր որոշում։ Ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային։ Իդեպ, Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան այցի ժամանակ կներկայացնի մոդուլային ատոմակայանի վերաբերյալ փորձն ու պատկերացումը։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Բագրատ Սրբազանը քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբներին երկու նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, իսկ մյուսը ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին, որը ինչպես նշեցի, շուտով կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ To make clear to the President of Azerbaijan and the Prime Minister of Armenia that the United States will not accept the continued persecution of the Armenian Apostolic Church. Առաջին, Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին հստակ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները։ To tell both leaders to release their political prisoners, especially the 20 Armenians held hostage in Baku, and the 4 clergymen and their supporters of the church who are imprisoned in Armenia. Երկու առաջնորդներին էլ հորդորել ազատ արձակելու իրենց քաղբանդարկյալներին, մասնավորապես Բաքվում պատանդ պահվող 20 հայերին եւ Հայաստանում բանդարկված եկեղեցու 4 հոգեվարականներին եւ նրանց կողմնակիցներին։ And lastly, to include the Mother See of the Holy Echmiadzin as a dialogue partner in the Armenia-Azerbaijan peace process. Եվ վերջում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ներառել, որպես երկխոսության գործընկեր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ ԱՄՆ փոխնախագահին ուղերձ է ղղել նաև Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Թաթոյանի խոսքով Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահին գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրները, որոնք իսկապես հուզում են մեր հասարակությանը։ Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների եւ պատանդների նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ հանցանքը նրանց հավատն ու ազգային ծագումն է։ Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Մեր թիմն ունի նաև ապացույցներ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահը Մայրաթառում հանդիպել է վեհափառին։ Նա հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ամուր հաստատուն վճռականությամբ լի կանգնած է պաշտպանելու իր ազգին։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը փաստահավաք առաքելություն է իրականացրել Հայաստանում։ Իսկ Վաշինգտոնում ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին ելույթ է ունեցել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա Վաշինգտոնում խոսել է իշխանության սկսած հակաեկեղեցական արշավի եւ եկեղեցականների դեմ բռնաճնշումների մասին։ Առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ։ Մեր առաքելական եկեղեցու 6 սրբազանների մեղադրանք է ներկայացվել սահմանափակելով ազատ տեղաշարժը։ Անցյալ հունիսին ձերբակալվեց եւ կալանավորվեց նաեւ առաքելական եկեղեցու ամենախոշոր դոնորը Սամվել Կարապետյանը։ Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։
Աշխարհի ուշադրությունը այս օրերին սևեռված է Արաբական Միացյալ Էմիրությունների վրա, որտեղ ոչ միայն տեղի կունենա Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխությունը, այլ նաև Ուկրաինայի հարցի վերաբերյալ եռակողմ բանակցությունները։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները այսօր կմասնակցեն հանդիպումներին։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խնդրել է Ռուսաստանին դադարեցնել էներգակառույցների վրա հարվածները, բայց պատասխան դեռ չի ստացել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինում խաբել է միջազգային հանրությանը ու հիմա փորձում է օգտվել ցրտից, որպեսզի գրավի Ուկրաինան։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի հարվածները պետք է ստանան համաշխարհային արձագանք։ Միջազգային իրադարձությունների ֆոնին Լիբիայում սպանել է Մուամմար Քադաֆիի որդուն Սեյֆ ալ-Իսլամին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ գրոհայինները հարձակվել են նրա նստավայրի այգու վրա, կրակել ու փախել։ Կուբայում պատմության մեջ առաջին անգամ օդի ջերմաստիճանը հասել է 0 աստիճան Ցելսիուսի։ Սա բացառիկ է, քանի որ կղզին ունի տոպիկալ կլիմա, այսինքն կղզում ձմեռ չի լինում։ Եվ վերջում, ինչ եղանակ է սպասվում մեր հանրապետությունում։ Հայաստանում սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Ցերեկը ջերմաստիճանը կլինի 3-ից 5, իսկ երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։